Բարձր ինտեգրատանքից եւ Ֆակտորի արտակարգության Տիկին Անդրեասյան ինքներդ ձեր խոսքում անդրադարձակ Ջենիֆեր Լոպեսի համերգին այդ 6 միլիարդ դրամ հատկացվել էր այդ 6 միլիարդ չի հատկացվել 6 միլիոն հատկացվել էր այդ համերգին եւ կսուքշեմ նշեք որքան գումարն է վերադարձվել պետբյուջե եւ Տիկին Անդրեասյան մոտ 1 ամիս առաջ ֆիզկուլտուրայի մի շարք ուսուցիչներ բողոքի ակցիային Բողոքի ակցիային անկառավարության շենքի մոտ եւ դժգոհ էին ապստավորությունների թեստերից դուք մանրամասն ծանոթացել եք այդ խնդրին, քան որ ասացին, որ թեստեր են հանդիպել, բայց դուք պատասխան չեք Շնորհակալություն, ինչ վերաբերում է համերգին, ես նշեցի, որ մեր շարունակական քաղաքականությունն է Հայաստանում կազմակերպել մասնավորի հետ համագործակցությամբ միջազգային աստղերի հյուրախաղեր եւ սա ունի մի քանի նպատակ եւ այդ նպատակների շարքում կարեւոր է նաեւ զբոսաշրջության խթանումը եւ այդ համերգների կազմակերպման իմաստով տնտեսական ազդեցությունը, որ ունենում են դրանք եւ այդ իմաստով նաեւ մենք շարունակելու ենք այս ձևաչափով աշխատելը, ինչ վերաբերում է ձեր նշած համերգին, ապա ֆինանսական հաշվետվություն ու ուսումնասիրության փուլում է, առաջիկայում պարզ կլինին դրա արդյունքները, որից հետո էլ հայտնի կդառնա, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե եւ մենք բնականաբար լրագրողների հետ այդ տեղեկատվությամբ կկիսվենք։ Ներկայումս դա ուսումնասիրության փուլում է։ Ձեր երկրորդ հարցի մասով ես կամավոր ատեստավորման անդրադառնալով ինքս նշեցի, որ մենք շարունակական աշխատում ենք ուսուցիչների հետ, որպեսզի ամեն տարի բարելավենք կամավոր ատեստավորման գործընթացը։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչների ներկայացուցիչներին ես ընդունել եմ, նրանց հարցերի մի մասը վերաբերում էր բուն ատեստավորման գործընթացին, մյուս մասը վերաբերում էր առավել առարկայական ծրագրին եւ չափորոշիչներին։ Մենք պայմանավորվել ենք այդ աշխատանքները կիսել երկու մասի, ինչ վերաբերում է բուն ատեստավորմանը վերաբերող հարցերին, դրանք եւս մեկ անգամ մասնագետների կողմից քննարկվել են եւ տրվել են համապատասխան հիմնավոր եւ սպառիչ պատասխանները։